Բարի երեկո։ Ուզում եմ տխուր նոտայից սկսեմ, որովհետև այսօր դեկտեմբերի 7-ն է, երկրաշարժի օրը, երևի 1000 տարի էլ անցնի, պիտի հիշենք։ Մեր ժողովուրդը շատ ցավեր է տեսել, շատ դավեր է տեսել, պատերազմներ, արհավիրքներ։ Ամեն ինչի միջով անցել ենք, ոնց որ ասում են Աստված տվել չի խնայել։ Բայց հենց նույն Աստվածն էլ մեզ պահել ու պահպանել է այնքան, որ հասել ենք մինչև այսօր։ Ու հասել ենք Ամերիկայի Վաշինգտոն նահանգի Ռենտոն կամ Սիեթլ քաղաքը։ Շնորհակալ ենք Աստծուն։ Բայց մի լավ բան էլ եղավ, որ այս տխուր օրը չգիտես ինչու եկավ, ձգձգվեց ու հասավ մեր լեզուն հաղորդումը հենց այսօր անելուն, մի տեսակ ստացվեց, որ մենք Փյունիկի նման նորից վեր բարձրացանք, հառնեցինք, ինչպես ասում են, աճեցինք ու կանք։ Այն օրը մի բան լսեցի, ես ապշած եմ մեր ժողովրդի, ինչ ասեմ, ուժի, կամքի, ամեն ինչի վրա, ես զարմացած եմ։ Երկրաշարժից մի հայտնի ռեժիսոր են օրը, բան պատմեց զարմացա, ասում է, մի մարդ կորցրել էր իր 3-4 երեխաներին, կնոջը ու ծնողներին։ Ինքն էր մենակ իր ընտանիքից, ասում է, 3 տարի այդ մարդը մի օր չդժգոհեց, ոչ Աստծուց, ոչ բնությունից, ոչ վատ կառուցած շենքերից, չէ։ Ասում է, 3 տարի հետո նա ամուսնացավ նորից։ Ունեցավ 6 երեխա։ Այդ երեխաների անունները 4-ին գոնե դրեց մյուս երեխաների անունները, ասում է, ես մինչև հիմա աշխատում ու ապրում է Գյումրիում։ Եկեք ծափահարենք այդ մարդուն։ Ափսոս անունը չգիտեմ, ինքը անունը չնշեց, ասեց չեմ ուզում, ու մի րոպե լռությամբ հարգենք ոչ միայն մենակ երկրաշարժի, չեմ ուզում կանգնեք, բայց եկեք լռությամբ հարգենք ոչ միայն երկրաշարժի զոհերի, այլ գոնե 100-110 տարի զոհերի հիշատակը։ Իմաստություն, որ Հիսուս, տուր մեզ իմաստություն, սպարիս խոսել և գործել, առաջ քո ամենայշան։ Իչար խորհրդոց իվանից և իգործոց փրկյալ մեզ, և ողորմյա քո արարածոց, և մեզ բազմամեհացս։ Ամեն։ Այն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը մի հրաշալի բանաստեղծություն ունի, որ մենք մեր ծնված օրից ենք լսում։ Լսում ենք բանաստեղծության տեսքով և լսում ենք հենց մեր իսկ լեզվի տեսքով, որտեղ մեր մայրերը իրենց երգերն են նուսել մեզ համար, օրորոցայիններ այդ լեզվով, իսկ Սիլվա Կապուտիկյանը ուղղակի խնդրանք, պահանջ ու կտակ ունի։ Հենց իրեն էլ լսենք, թե նա ինչպես է մեզ հորդորում, որ խոսենք հայոց լեզվով։ Լսենք այդ կտակը։ Լսիր որդիս, պատկան որպես սիրող քո որ խոսքը սրտանց, այսօրվանից հանձնում եմ քեզ հայոց լեզուն հազարականց։ Կտրել է նա հանց աստղալույս երկինքներ ժամանակի, շարաչել է խռովահույս սլացքի հետ հայկյանների, և մեզ ռոպի սուրբ հանճարով դարձել է գիր ու մագաղատ, դարձել է հույս, դարձել դրոշ, պահել երթը մեր անապատ, նրանով է մրմնջացել հայ պանդուխտը վերքն իր սրտի, նրանով է որոտացել կրվի երկն իմ ժողովրդի, նրանով է մարդ իրս ջահել ինձ օրորոց տրել մի օր։ A, B, G, D, E, Z, I, T, J. Ay, ben, gim, da, yeç, za, to, j. Utes որդիս ուրել լինես, այս լուսնի տակ ուր է գնաս, թե մորդ անգամ մտքից հանես, քո մայր լեզուն չմորանաս։ Ապրեն մեր բալիկները։ Ինձ թվում է, որ ի շնորհիվ այս դպրոցի նրանք իրենց առջև դրված խնդիրը դժվարությամբ բայց կատարում են։ Դժվար է աշխարհի ծայրերում, մի ծայրից մյուսում հայերեն սովորել, բայց նորից շնորհակալություն։ Ձեզանից շատերը երևի տեսել ինձ
Ֆրանսի հետ մի երկու տեսահոլովակ նկարեցինք եւ առաջին 2-3-ը միայն հայոց լեզվի մասին է։ Ու Ֆրանսն ամեն անգամ տիկին հասնի, ուրեմն ինչի են կրկնում նորից նախ կրկնությունը գիտության հայրն է։ Եվ երկրորդ մի կաթիլ ջուրն անգամ ապարաժ է ծակում, հայտնի բան է, ես չեմ ասել։ Եվ երրորդ իսկապես աշխարհի ցանկացած անկյունում, եթե երկու հայ էլ կան, անգամ վատ հայերենով պիտի խոսեն իրար հետ։ Առանց հայերենի չեմ պատկերացնում, ասենք, եթե այս դպրոցը չլիներ, չեմ առանց ձեզ, առանց եկեղեցու, ես իմ կյանքը չէի պատկերացնի։ Եվ ուզում եմ անպայման կրկնության հետ կապված շատ մտածեցի պատմեմ, թե չէ Սիլվանաս հետ պատմի, անեկդոտ պատմեմ։ Մի քիչ դժվար հասկանալի է, որտեղ այսօր մեկին պատմեցի, բան չասեց, ասի լավ է։ Բայց ձեզ պիտի պատմեմ։ Բժիշկը եւ հիվանդը միասին, բժիշկ։ Ձեզ ինչն է բերել ինձ մոտ, ինչ բողոք ունեք, բժիշկ ջան։ Մի բանը, որ 2 անգամ եմ ասում, լաց եմ լինում։ Բժիշկը, հա? Ասում եմ մի բանը, որ 2 անգամ եմ ասում, լաց եմ լինում։ Ջան, հասկացաք։ Լսում ենք ուրեմն շատ գեղեցիկ մի երգ կա Արմեն Մանդակունյան կոմպոզիտորին, երևի բոլորդ գիտեք, կոչվում է հայոց լեզուն, եւ խոսքը եւ երաժշտությունն իրենն են։ Լսենք։ Սիլվան հիմա կդնի։ Քիչ ամնում բարեմ, թորս չեկավ պիտի գար, չի քննություն ունի։ Որպեսի միջոցառումը շատ երկար չտևի, դրա համար միշտ կարճ եմ դնում, չեմ ուզում շատ ձանձրացնեմ եւ ընդհանրապես եթե հավանում եք մի բան, ինքներդ կարող եք տանը շարունակությունը լսել։ Միշտ ասում եմ, ասում եմ, երբ որ հավաքվում ենք իրար հետ, որտեղ մենք ենք, որտեղ հայերենն է, որտեղ եկեղեցին է, այնտեղ հայրենիքն է։ Ուր որ հայերեն երգեր կհնչեն, հոն հայրենիքը ողջ է։ Ղևոն Դալիշյանն է ասել, ու իսկապես ես էլ ուզում եմ ասեմ, ուր որ հայրենի լեզուն կհնչե, այնտեղ հայրենիքը ողջ է, իմ բառերով արդեն։ Իսկ ընդհանուր առմամբ հայոց լեզվի հետ կապված կտակներ մենք ստացել ենք մեր բոլոր մեծերից։ Այնքան գտա հայոց լեզուն այս է, 100 լեզու գիտես, այն չէ, ինչ որ մի լեզու իմանաս, առանց մեղադրելու, ես ոչ մեկի չեմ մեղադրում։ Կյանքը մեզ ստիպել է աշխարհի Քամիները մեզ նետել են աշխարհի տարբեր ծայրեր, շատ վայրերում հնարավոր չի եղել սովորել, շատ վայրերում նույնիսկ ծածուկ են սովորել, մեղադրանք չկա, մենակ խնդրանք է։ Այն ինչ որ մենք բաց ենք թողել, գոնե Սիեթլի հայերը եւ ցանկացած վայրում որ թող լրացնեն այս դպրոցները, այս կարգի դպրոցները, 5 բառել որ սովորած երեխան տուն գա ամեն անգամ, իմացեք որ շահել եք, իմացեք որ ազգը շահել է, իմացեք որ չենք կորելու։ Հիմա լսենք թե ինչ է մեզ կտակում Վիկտոր Համբարձումյանը, մեր մեծագույն գիտնական աշխարհահռչակ։
Ինձ հաջորդող սերունդներին, թորներիս, ծորներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին։ Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը։ Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում։ Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարներ։ Գաղափարների մեջ մեզ համար ամենաթանկը հայոց լեզուն է։ Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու։ Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ հայոց լեզվին տիրապետելը։ Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ։ Դե, ինչ ասենք, եկեք ասենք, որ երջանիկ ենք, լավ ասենք, լավ կլինի։ Միշտ ասել եմ ու ասում եմ Համոսահյանից լավ գրող ինձ համար գոնե մենք չունենք։ Համոսահյանը հիմա ասեցի մի քանի հոգի այսպես ցույց տվեցին, բարձվեց համախոհներ ունեմ։ Գիտեք, Համոսահյանը գրում է այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրն է մտածում, իմ կարծիքն է սա։ Այսինքն հենց կարծում եմ ասում եմ, ես էլ կարող եի ասեի։ Շատ պարզ է ասում, շատ լավ է ասում։ Այնպես է ասում, ինչպես ապրում ենք, բայց մի գրող ունենք մենք։ Խոսքը Չարենցի մասին է, էլի իմ կարծիքով, բառեր է ասում, որ ինչքան էլ մտածեմ, ինչքան էլ պոեզիա սիրեմ, մեծ մասը նախ չեմ լսել, ինձ թվում է ինքն է ստեղծում այդ բառերը։ Այդ մարդու հայկական բառապաշարը սահմանագիծ չունի, ամեն ինչից վեր է։ Ու Եղիշե Չարենցի բանաստեղծությունը «Ես իմ անուշ Հայաստանի», որը հնչել է մեր միջոցառումների ժամանակ մի քանի անգամ, ես այսօր էլ համարեցի, որ ճիշտ կլինի, որ հնչի, բայց մինչև հնչելը ուզում եմ ասեմ, թե մի տող Վիլյամ Սարոյանը ինչ է ավել ասել։ Եղիշե Չարենցի, ուրեմն, «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, դա հայր մերի նշանակություն ունի մեզ համար, աղոթքի նման է, կամ Մարտիրոս Սարյանն ասում է, դա մեր ժողովրդի վարքի ու կենսագրության արձանագրությունն է, ու իսկապես այդպես է։ Ես իմ անուշ Հայաստանի, արևահամ բարն եմ սիրում, մեր հին սազի ողբանվակ, լացակումած լարն եմ սիրում, արնանման ծայիքների և վարդերի բուրը վարման, ու նարիրյան աղջիկների հեզաճուկուն պարն եմ սիրում։ Սիրում եմ մեր երկինքը մոք ջրերը ջինջլիջը լսեն, արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը լսեն, մթում կորած խճիթների անհյուրընկալ պատերը սև ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում։ Ուր էլ լինեմ չեմ մոռանա, ես ողբաձայն երգերը մեր, չեմ մոռանա աղոտ դարձած, երթակագիր գրքերը մեր, ինչքան էր սուր սիրտս խոցեն, արունական վերքերը մեր, էլ ես որ պուանավար, իմ Հայաստան, յարն եմ սիրում։ Վերջին աղդացին միասին, դարը։ Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա, նարեկացու քուչակի պես լուսապսակ ճակատ չկա, աշխարհ անցիր, Արարատի նման ջերմակ գագաթ չկա, ինչպես անհաստ փառքի ճամփա, ես իմ մասի Սարն եմ սիրում, ապրեմ, նորից ու նորից, հիմա նաև ես նախ Սիլվային, որտև Լիաննան երևի գագաթնակետն է հայերենի իմացությամբ և երեխաներին նույնիսկ հիմա դասավանդումը, հետո արդեն ինձ, որ այսքան հայերեն եմ սովորացրել իմ թորանը, որ իմ համար ամենահայերեն ու ամենագեղեցիկ բանաստեղծությունը, թեկուզ Համոսահյանին ավելի շատ եմ սիրում, այս բանաստեղծությունն է։ Անձեռնակերտ մի հատ հուշարձան ասեմ, ինչ ասեմ, չգիտեմ, այնքան բան կա դրված։ Չարենցի թեման շարունակելով, ուզում եմ խնդրեմ մեր Աննային, որ արտասանի Չարենցի հայոց լեզու բանաստեղծությունը, բայց մինչև այդ բանաստեղծության մեջ ասում է, այսպես է սկսում, ասում է, մեր լեզուն ճկուն է ու բարբարոս, ու ես էլ ասում եմ, երնեք, մեր ազգը լիներ ճկուն, դիվանագետ ու համ էլ բարբարոս, ոչ թե ուրիշներին նեղացնելու, այլ բարբարոսներին բարբարոսաբար պատասխանելու համար։ Լսենք Աննային,
արի։ Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս, առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին պայծառ է նա, որպես մշտավորվող փարոս, վարված հրով անշեջ տարերում հին։ Եվ վարպետներ, խոնար ու անճարեղ, հղկել են այն դարեր, որպես մարմար, և փայլել են ամերթ, ինչպես բյուրեղ, մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։ Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին, և եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ, այդ նրանից է, որ ուզում ենք մեր նոր խոհերի վրա ժանկ չչոքի։ Այդ նրանից է, որ այսօրվա ոգուն այլևս չի կարող լինել պատյան, ոչ Տերյանի բարբարը նվագուն, ոչ Նարեկի մրնուջը մագաղաթյա, և ոչ անգամ լոռու պայծառ երգիչ Թումանյանի բարբարը գեղչկական, բայց նա կգա, լեզուն այս երկաթյա բերքի և խոհերի այս խոր ու երկարական։ Ամեն անգամ մի տխուր բանից հետո ուզում եմ անպայման, հատկապես որ ափսոս բոլոր բարբարներից չեմ էլ կարող գտնեմ 60 բարբար եւ ավել բարբար ունի մեր ժողովուրդը, թեկուզ իրար կողք գտնվող մարզերի պայմաններում, բայց որոշել եմ Լեննականցին մի խոսք ունի արանքի արանք, խնդրեմ բոլորին ինչքան հնարավոր է այդ բարբարներով փոքրիկ շատ կարճ պատմություններ անել։ Ուզում եմ սկսել Անահիտից, մեր Մարիանայի մամայից։ Բարև ձեզ, ես Անահիտն եմ Ստեփանակերտից։ Հասմիկ։ Երբ տիկին Հասմիկը Հա, լավ է։ Երբ տիկին Հասմիկը մեզ խնդրեցի։ հրավիրեց այս սիրուն երեկոյին, մեծ ուրախությամբ համաձայնվեցի, բայց պայմանը այն էր, որ պիտի մեր լեզվով ինչ-որ բան պատմեմ, դե արդեն խոսք էի տվել էլ արդեն ետրդալի տղ չունիմ։ Մենք մեր լեզվով գիտում չում, ող հասկանում չում, Սրտով հասկանում ենք։ մեր լեզուն շատ նման է Գորիսա, Գոլի, Տավուշա լեզվին, եթե այդ կողմերից մարդկայությունը մի պատար հասկանաք, Լրիվ հասկացել ենք, մի պատար չէ, լրիվ։ Ձեզ նայում ենք, արդեն հասկանում ենք ինչա մեր Ղարաբաղն ու Արցախը։ Ես անեկդոտ պատմելը մխրիկ լավ չում, ասում եմ, մի մարդու ասում եմ, մի անեկդոտ պատմե, սա պատմում է, վիշ մինը ծիծյաղում ինչ։ Վերջում ասում եմ, բայց գիտում եք շատ լավ ծիծյաղել է անեկդոտ այել է։ Ես ասում եմ ծիծյաղել է։ Это կարելի ասած իմ մասիս ալի ես աչուկա։ Ապրե, շնորհակալ եմ, Անահիտ ջան, շարունակի։ Ասում եմ, դեր հայտ կներիք, ասում եմ, մի մարդու թորնա ծնվում, անումը տիրում է հռոմ։ Ասում եմ, խեիս հռոմ տիրալ անումը։ Ասում եմ, սոյելին գինա վերկյալ ես ինում, ասեմ, հռոմի պապիկյապա։ Շատ լավն է։ Շնորհակալ եմ։ Կարող արանքներում է պետք է։ Մեր Ալվինայի մասին, որ խոսում եմ, ինքը ինձանից շատ փոքր է, բայց միշտ ասում եմ, Աստված իր ձեռքը եւ Տեր հոր ձեռքը անպակաս լինի Ալվինայից, ինքը մեր մայրն է եկեղեցուն։ Ոնց է էփում, թափում, չեղած տեղից, այն վերջի պահին մեկ էլ կարտոշկեքը խաշվում են, կարտոֆիլը ու գալիս են սեղանին, շնորհակալ ենք քեզ։ Իսկ այսօր արդեն որպես Ղարաբաղցի Ալվինա, խնդրեմ։ Карабахская еда, да, картошка, вот, да. Это было действительно в наши дни. Հայերեն։ Это спасли нас. Վայ Ղարաբաղցի։ Արցախցու նկատողություն անել չի կարելի։ Ասա։ Да. Тист մեր օրը մի մարդի տիզի էրմա։ Դե խախը կյամը հու յաբայեպիրի մոլապատկայա հու վեդրաչու Մինը կարնացեք հրմտնալա միշտ տեմ անում ասում հա հորնի քողոր կողոս անջա խանջախ կացի Արևս ապրես շարունակի էլի մեկն էլ ասա ուրախանանք մեր Ղարաբաղը Արցախը բերենք այստեղ մի մարդիկ կնեք մերալա
մենք տարին տողալա կեցալան, մեր շինը տակին հատ մոլական գյուղ կա, հատ ռուս կլեպ պիրալա, մենք ապրոման, մենք շուրան բորշ է սարկա։ Դա պուղնում նստա ոշկան հերակալատ ասմա, դա ինչա, ասմա, կապուստը, բատա ինչա, մարգովկը, դա ինչա, կարտոշկը, աղջի եկա ոստոնուս քանդես, կարոչս մեկ կարտոշկա այդպես, մեկ բրրակը Ապրե, ունես էլի։ Ու գիտեք այդ բարբարների պատճառով հիմա էլ իմացանք, որ շատ բան իրար չենք էլ հասկանում, բայց շփվում ենք, ուրախանում ենք, որ ասում անեկդոտ եմ պատմել, ինչի չեք ծիծաղում, բայց մենք մենակ այդ հնչողության համար արժի ծիծաղել ու ասելը շատ լավն է։ Հայտնի գրականագետ գրող արվեստաբան ունենք Ալեքսանդր Թոքչյանը, այս վերջերս մահացավ, Անահիտ Թոքչյանի ամուսինն էր, էլի գրող, դերասանուհի, շատ Ֆրանսիայում երկար ապրեցին, վերադարձան Հայաստան։ Մի բան է պատմում, ասում է այդ իրար չհասկանալու մասը։ Միտեղ մեկը ասում է, գիտես, ասում է, Փարիզ ուղարկելու ծրար ունեմ, դու էլ շատ կապեր ունես, ասում է։ Խնդրում, մի ծրար է ընդամենը, ասում է, եթե հարցը մի ծրար է, ընկեր ունեմ, վաղը գնում է Երևան, տանենք տանք, հյուրանոցում են։ Գալիս են ծրարը բերում են, ասում է, շատ լավ մարդ է, ասում է, կարող է մերժի, այդ մասին խոսք չկա, ծրար եղած, ինչ է։ Գալիս են, ասում է, գիտես, ասում է, չեմ հիշում անունները ովքեր են, բայց իմ համար հայտնի մարդիկ չէին։ Ալեքսանդրն ասում է, ընկերս մի ծրար ունի Փարիզ ուղարկել։ Ծրար։ Չէ, ես էլ տեղ չունեմ։ Ասում է, այդ խեղճացած էս մյուսը, ասում է, բայց ընդամենը լսի այդքան լավ չի վերջացնում, եկեք ննջարանս։ Բաց է անում ճամպրակը, ասում է, տես ինչքան ծրարներ կան այստեղ։ Լիքը փաթեթներ են։ Ուրեմն պարզվում է, որ ծրարը փաթեթն է։ Ասում է, այ եթե պահարան ունես, դուր կտանեմ։ Պարզվում է պահարանն էլ ծրարն է։ Լրիվ սրանք զարմացած նայում են, ասում է, հետո սկսեցինք ծիծաղել ու հասկացանք, որ պահարանը ծրար էր, ծրարը պահարան։ Մի պատմություն էլ կա, ես չեմ հիշում սկիզբը ոնց է, բայց ես ինքս մի քիչ իմպրովիզ եմ արել, ձգե բառը։ Ուրեմն մեկը երեխայի վրա ինչ որ բան է ձգում, երեխան գոռում է, բայց սա փորձում է էլի ձգել, երևանցի է։ Կողքից մի Բեյրութի հայ տեսնում է երեխան գոռում է, ասում է աղջիկ ձգե, սա ավելի է ձգում։ Աղջիկ ձգե, սա ավելի է ձգում։ Մեկը խփում է ձեռքին, քեզ ասեցի ձգե, ասում է, հասկանում է, որ ասում է, բաց թող էլի այդ երեխային, ոչ թե ձգե, այլ բաց թող։ Ուրեմն 600 տարի պետականություն չենք ունեցել, ես այնքան եմ շահարկում, այդ 600 ոնց որ հպարտանա։ Բայց ինչն է կարևորը, որ պետականություն չունեցող ժողովուրդը հենց այդ շրջանում, չեմ խոսում էլ եկեղեցիների մասին, դպրոցներ ա կառուցել աշխարհի բոլոր ծայրերում։ Այդ դպրոցներից մի երկուսին կանրադառնանք կամաց, բայց առաջինը ուզում եմ անդրադառնամ Գևորգյան ջերմարանին, ստեղծվել է 19-րդ դարի վերջին 1874 թվականին ու պատիվ ունենք նրա սաներից մեկին ունենալ հիմա մեր սրահում ու խնդրել մի երկու բան պատմի ջերմարանի հետ կապված, հայոց լեզվի ուսուցման հետ կապված եւ ընդհանրապես։ Ձեր օրինակով գոնե գտնում ենք, որ վատ չեն սովորացրել։ Լավ, Հասմիկը ուզեց, որ ես խոսեմ ջերմարանի մասին։ Նախ հոգևոր ջերմարանը, այն Գևորգյան հոգևոր ջերմարանը եղել է այն դարբնոցը, որտեղից 19-րդ դարի վերջավորության եւ 20-րդ դարի սկզբնավորության մեր հայ մեծանուն մտավորականներն են ուրեմն ուսանել այդ դարբնոցով անցել եւ կարելի է ասել այդ ժամանակներում բոլոր գրեթե մարզերի մեջ հայ ջերմանականներն են եղել, որ կարողացել են հայ ազգային միտքը առաջնորդել։ 1874 թվականին հիմնված այդ հաստատությունը այսօր արդեն 150 ամյակն է, որ նշվում է, հիմնվել է Գևորգ IV ամենայն հայոց կաթողիկոսի կողմից, տարիներով այդ հարցը քննարկվում էր, բայց ինքը կարողացավ ցարից թույլտվություն վերցնել եւ ուրեմն բացել հոգեվոր ջերմարանը։ Հոգեվոր ջերմարանի առաջին ռեկտորը տեսուչը եղել է Հովանես Այվազովսկու եղբայրը, Գաբրիել arczepiskopos Այվազովսկին, որը ինչպես երևի գիտեք, որ ինքը կաթոլիկ է եղել, բայց քանի որ այդ ժամանակներում Ստամբուլում տեղի էր ունենում Հիսուսյան եւ նաեւ Հասունյան հակամարտությունը,
ինքը ուրեմն թողեց եւ միացավ Սուրբ Էջմիածնին եւ կաթողիկոսի կողմից հրավիրվեց եւ ինքը նշանակվեց որպես տեսուչ։ Հոգևոր ճեմարանում այդ ժամանակ դասավանդում էին հայ անվանի գիտնականներ Հրաչյա Աչարյանը, Կարամուրզան, Մակար Եկմալյանը, շատ-շատերը, ովքեր այդ ժամանակ հիմքը հանդիսացան, նաև Մաղաքի arczepiskopos Սորմանյանը հիմք հանդիսացան, որպես այդ երիտասարդ փոքրիկները իրենք հայեցի կրթությամբ ապագայում հանդես կան որպես հայ ժողովրդի մտավոր խավ։ Այնտեղ ուսանել նաև մեր մեծանուն գիտնականներից եւ մտավորականներից շատերը Իմիջիայլոց ասեմ ոչ միայն երաժշտության մեջ կամ գրականության կամ պատմության մեջ, նաև ռազմագիտության մեջ մենք ունեցել ենք հայտնի ճեմարանականներ, իհարկե դրանցից մեկը նաև ռազմագիտության մեջ եղել է Միգոյանը, իսկ երաժշտության մեջ, ինչպես գիտեք, եղել է Կոմիտասը ունեցել է նաև շատ աշակերտներ, երբ որ ինքը դասավանդել է, որոնք նաև Արմենակ Շահմուրադյանը եւ այլն ապագային իրենց ձեռք են վերցրել այդ ջահը սերունդերին փոխանցելու սրբազան գործը։ Այնտեղ է սովորել նաև Մանուկ Աբեղյանը, մեր հայտնի հայագետը, այնտեղ է սովորել նաև Ավետիք Իսահակյանը, Իսահակյանը չեք ասել սովորել է Դերենիկ Դեմիրճյանը, Իմիջիայլոց Ավետիք Իսահակյանի եւ Դեմիրճյանի օրոք ճեմարանականների մեջ մեծ ցույց է տեղի ունեցել, բունտ է եղել եւ իրենք ընդդեմ գնացել են ընդդեմ կաթողիկոսի եւ նաեւ տեսչական կազմի, որովհետեւ բավականին խիստ էին, պայմանները խիստ էին գիշերով։ Ուրեմն այդ ժամանակ Իսահակյանը եւ Դերենիկ Դեմիրճյանը հեռացվում են ճեմարանից, Դերենիկ Դեմիրճյանը հետ չի գալիս, բայց Իսահակյանը քանի որ ուզում էր գնալ Եվրոպա, զուտ վկայական ստանալու համար ասում է եկավ եւ ինքը շարունակեց Գյումրիցի էլի ուրեմն իր ուսումը։ Գիտեք, երբ որ խոսում ենք Հայաստանի ազգային ակադեմիա, խոսում ենք Հայաստանի պետական համալսարան, երբ որ պատմությունը կարդալու լինենք, տեսեք, որ այդ բոլորը հիմնադրվել են ճեմարանավարտ գիտնականների կողմից եւ ճեմարանը գործել է մինչև 1918 թվականը, մինչև 1941 թվականը չի գործել ճեմարանը, փակվել է, հակառակ Խորեն Մուրադպետյան կաթողիկոսի, որ ամեն ինչ ուզում էր անել, որպեսզի բացվել չէր կարողանում, բայց Գևորգ 5-րդ Չորեքյան 6-րդ Գևորգ 6-րդ Չորեքյան կաթողիկոսը Ուրեմն քանի որ Ստալինը հրաման տվեց, որպեսզի հայերը Սասունցի Դավիթ շարասյունը կազմեն եւ աշխարհասփյուր հայությունը իրենց դրամներով, իրենց նվիրատվություններով մասնակցեցին այդ շարասնյան տանկեր Ուրեմն քանի որ հայությունը լավ կարողացավ պատրաստվել, այդ ժամանակ արտոնություն վերցրեց Ստալինից, որպեսզի վերաբացվի Գևորգյան ճեմարանը եւ նաեւ Արարատ ամսագիրը, որը փոխվեց նաեւ Էջմիածին ամսագրի։ Ինչ կարող եմ ասել, նորագույն ժամանակներում ուրեմն մենք ունեցել ենք շատ լավ նորից ճեմարանավարտներ, Մատենադարանի գիտ աշխատողներից եղել են այդ ժամանակվա ուսանողներ, որ հետո ինձ դասավանդել են Արտաշես Մաթևոսյանը, Փայլակ Անթափյանը մատենագիտություն, ձեռագրագիտություն տալիս էր մեզ Արտաշես Մաթևոսյանը, հետո նաև Բարթիկյանը մեզ տալիս էր, նաև Լևոն Տեր-Պետրոսյանն էր դասավանդում եւ այլն, իսկ որպեսզի ավելի ձեզ անուններ խոսեմ վերջի ժամանակների ուրեմն հայտնի ճեմարանականներից եղել է Պարուր Հայրիկյանը եւ նաեւ Արթուր Մեշյանը, հիմիկվա ավելի երիտասարդ սերունդից, որոնք երաժշտության ջահը իրենց ձեռքին առաջ են տանում, Բոբիկյանը Անգլիայում, որ հայտնի կոմպոզիտոր երգահան է եւ հետո նաեւ մոռացա անունը Բեգոյան, Վահե Բեգոյանը, որ շատ լավ ուրեմն երգչախումբ ունի, որը մեկնաբանում է մեր հայ եկեղեցական երաժշտություն։ Ժողովուրդ շատ բաներ կարող եմ ասել, բայց
երևի թե իմաստ մի բան ուզեմ որ ձեր մտքի մեջ դրոշվի, որ ինչ ազգային բարձրարժեք հաստատություններ, որ 1915-ից հետո հիմնադրվել են համալսարանը, ակադեմիան, երաժշտանոցը, Կոմիտասի անվան, այս բոլորը ուրեմն հիմնվել են ճեմարանավարտ նախկին ուսանողներից, որոնցով կարող ենք վկայել, որ առանց ճեմարանականների ներդրումի մենք մեծ բաց կունենային պետազգային նկարագրի ինքնության եւ արժեքների զարգացման եւ տարածման գործում։ Եվ մեր երեք ուրեմն ազգունակողներին ինչ եմ ուզում ասել, երբ որ ասում ենք երկիր, հասկանում ենք հայրենիք, հայոց լեզու, եկեղեցի եւ այդ բոլորի պահապան բանակ։ Ուստի Արմեն այսօր կկատարի երգ, մեր բանակի հիմնը, կոմպոզիցիայի պես պիտի լինի, իսկ ազգունակողներին խնդրում եմ մոտենան, որպեսզի շատ գեղեցիկ ստացվի, խնդրեմ Արմեն։ Երազիմ երկիր հայրենի։ Ուրեմն լսում ենք Արմենին հիմնը ու դրանից հետո արդեն մնացածներին անցանք։ Մեր երկիրն իր արևն ունի, մեր երկինքն ունի իր լուսինը, մեր երկիրն իր սարերն ունի, արևն ու լուսինը սարերի ուսին են, մեր երկիրն իր դաշտերն ունի, հովիտներ, այգիներ, պարտեզները, ամեն բույս ու ծաղիկ իր պաշտողն ունի, դրանք են թիթեռները, մեղուներն ու բզեզները, մեր լեզուն իր բառերն ունի, սիրում եմ, սիրում ես, սիրում է, և ամեն անգամ այդ բառերն ասելիս, ամեն մարդ պայծառ ու սիրուն է, մեր մայրերն իրենց զավակներն ունեն, այդ ես եմ, դա դու ես, դա նա է, և ամեն մայր, որ զավակ է ծնել, նա կապրի հավիտյան, անմահ է, մեր երկիրն իր խաչերն ունի, ոսկի են, արծաթ են, քարից են, մեր երկիրն իր քաջերն ունի, վագրեր են, արծիվ են, այռյուծ են, մեր երկիրն իր աստվածն ունի, և նա ամենքիս տանն է, երկրի մեջ իր հատվածն ունի, դա մեր հայրենիք, Հայաստանն է։ Մեր լեզուն, մեր խիղճները, սուրբ հացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է արդար ու համը մեր բերանի, մեր լեզուն ծուխն է մեր տան, մեր կշիռն աշխարի մեջ, նա աղն է մեր ինքնության, էության խորհրդի մեջ, մեր լեզուն արյունն է մեր, արյունից ավելի թանկ, մեր բուրմունքն ու գույնն է մեր լեզուն մենք ենք, որ կանք, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք էլ աշխարհում, որ այսքան մերը լինի, շնորհակալություն, Հայր Համոսանյանը,
Կոնել որ տիգնիմ ջահել այրենի Շնորհակալ եմ բոլորիցս։ Ինչպես ասացի, ամեն մի տխրությունից հետո մի քիչ պիտի ուրախանանք, անցնում ենք հաջորդ բարբարին։ Կիրովաբադ կամ Գանձակ։ Լսենք Արմենին։ Րոպե ու կես։ Ատենա ոնց ալեսյուն։ Կիրովաբադի լեզուն ո հասկանում եք, չէ՞։ Սա։ Կիրովաբադով էլ գնա հենց։ Դե տանցա քնում եմ, լոխսալ գիտում ենք, որ արմյանսկի языка լոխ կիրովաբադցիքի создаватель, даже сохранитель։ Энора զանգտվի մի հատ 5-րդ ասացի, մեր многоуважаемый, чересчур талантливый Տիկին Հասմիկը ասեց։ Մի հատ մեր կատ անեկդոտ պետք նա ասես, անեկդոտ ունես, ասես դե ես Մոսկվա եմ ապրում, Զանգ Պիցիգորսկ ասում են, Զակատարած ասում են կիրովաբադցիներ կան, կարող է իրանք ես քմեք անել։ Եկեք մի հատ բուրնի ապլասիդիսմենտով, ծապտանք Տիկին Հասմիկի հետ Մի քիչ էլ ինքնա կիրովաբադցի, տեսուրս խնդորեսկից է, մի քիչ մոտիկ, խնդորեսկը մի քիչ մոտիկ է, էլի կեսուրս ընդեղից եմ, ես էլ մի քանի անգամ եղել եմ, հրաշքը։ Բասեցի նոր սազդավատ են ներել։ Դա խնդրում, սանոց հասկանում են ինչ եմ ասում։ Լրիվ։ Դες մի երկու հատ կարոտքի պատմեմ, էտ եմ պենա։ Մի հատալ մի քիչ ավելի մեջտեղ Հա, անեկդոտը պատմեմ։ լրիվ հերիքա, երեքը։ Հա, ուրեմ մի անեկդոտ է երկու կիրովաբադցի կնի, քնում են Մոսկվա։ Մոսկվա նստում են սրանք տաքսի քշիլի վաղտը ասում է աղջի, այս տաքսիստի ռոժեն чересчур неприятный է։ Տաքսիստը ասում է, гражданка, это вы со мной? Ասում աղջի սուսր, ասում բոյը թաղեմ ես քո։ Հայա։ Մի հատել ուրեմն Լոխ լավա, շարունակի։ մի հատել ուրեմն տանկա ընդեղ գիտաշեն կա։ Հա։ Ուզում տնամ կարամ իրանց մի քիչ դե կիրովաբադի լեզվով, մի քիչ գիտաշեն լեզվով, ուրեմն գիտեշնեցին կյամա Գլենդել։ Գլենդելում հանդիպում է մի հատ իրա հինգերներից, ու համարա Գլենդելա ծնվել, դավնո ընդեղ ապրում։ Սա ասում ես ասում որ ամեն հետ գիտաշեն եմ կյալի։ Գալստուկով, բաբուչկով, կոստյում սկեցած ասում ես ոնց ես եկալ, սա շնորհք ա քեզ, համա չում չես դու։ Արա ասում դի մարդամը չես կյան։ Էլիկա, ասմա շնորհակալ եմ ապրես Արմեն ջան։ Տարիներ առաջ ելնեք իրանց, որ ես ամեն ինչը իհարկե չտեսան, Հրանտ Մաթևոսյանը մի հոդված է գրել, որից հատվածներ պիտի կարդանք ես ու Աննան, սկզբում Աննան իհարկե, հոդվածը կոչվում էր հայրենիք ունենալու ենք։ Եկեք մեր մտքերում աղոթենք, որ իսկապես հայրենիք ունենանք ու հավատանք, որ հայրենիք ունենալու ենք, մենք ճար չունենք։ Լսենք Աննային, որտև շատ գեղեցիկ հայերենով է, ու այս հոդվածի այդ մասը մեզ կտեղափոխվի լորվա աշխարհ, ու Հրանտ Մաթևոսյանի հայերենը նորից ու նորից կըմբոշխնենք, եկեք այդպես ասենք, լսենք։ Մեզ հասած պատմության ծվենները հայ մարդու բնույթի նույն հատկանիշներն են մատնանշում, ինչն այսօր մեր աչքի առջև իր բոլոր ձայներով ու գույներով կա։ Քսենոֆոնի ժամանակվա հայ մարդը եւ այսօրվա հայ մարդը նույն մարդն են։ Մեր բնավորությունը չի փոխվել,
Մեր բնույթը չի փոխվել։ Եվ գեղեցիկ ժողովուրդ ենք։ Գեղեցիկ ենք քսենոֆոնի ժամանակ, գեղեցիկ ենք այսօր։ Պատմությունը մեզ լքել է, կողոպտել է, բայց դարձյալ մնացել ենք լավատես ժողովուրդ, դեպի քաղաքակրթություն, դեպի լույսը ձգտող ժողովուրդ։ Մեր ուժան Տեր Գուլանյանի հետ Սաղամոլ լճի ափին ենք։ Հեռվից նայում ենք հին, ավերված շինության պատի մոտ ամենասիրուն շորերը հագին, ծիածանագույն թեշը հագին, երևի 6 կամ 7 տարեկան մի աղջիկ ծափիկ էր զարկում, ինքը իր շուրջ պտտվում։ Ռիթմերից հասկացանք, որ դրսի պարերից է։ Հետո իր բոլոր նազերն արեց, պարը դարձավ հայկական, ինքն իր համար էր պարում։ Հետո տեսնենք, թե չէ իր հանդիսականն ունի, քարին կանգնած ուլիկը։ Ապա հորթը մի անգամ գլուխը բարձրացրեց, ականջները դարձրեց աղջնակին, հետո երեխան փոք փախավ։ 2 տարով մեծ քույրը գեղչկական, հայկական, բարոյականության պահպանմանը ետևից մատ էր թափթվել, թե չի կարելի այդքան կոկետ լինել։ Տեսնողներ կան, ամոթ է, երեխան փախավ։ Երեխան ինձ համար խորհրդանիշն է գեղեցկության։ Երեխան ոչ ոքի համար էր ամենասիրուն շորերը հագել։ Իր չեղած հրապարակում նա մեծ դահլիճում էր իրան տեսնում, պարի կանոնները պահպանելով, չշրջանցելով։ Դեպի լույսը, երգը, մեծ քաղաքակրթությունը, մեծ աշխարհը, նրա ձգտումն էր այդ պարը։ Նա ինքը ինքնին այդ ձգտումն էր։ Սա իմ ժողովուրդն է։ Իմ ժողովրդի ինքնակա, ինքնաբավ գեղեցկությունը, այն վարքը, որ նույն է և առանձնության մեջ, և իր մեջ մարդկանց։ Շնորհակալություն։ Ուրեմն շնորհակալություն Աննային գեղեցիկ ներկայացնելու համար, համել ծափահարենք նաև մեր ժողովրդին ու Հրանտ Մաթևոսյանին, այն որ ասում է հայրենիք ունենալու ենք հայրենիք, ծափահարենք։ Ինչպես ասացի, տարբեր տեղերից ուրեմն մարդիկ ունենք, հիմա Գոհարն ու Աշոտը մեզ կներկայացնեն, թե ինչպես են իրար հետ իրենց տանը իրենք խոսում, ամեն մեկն իր տեղի լեզվով։ Մեզ հետ գրական իրար հետ խնդրեմ։ Պատմեմ մի հատ իմ կիսուրի մասին, Աշոտես Բարբարով, Վարդենիկի, Մարտունու Վարդենիկի ուղի։ Նոր անցնեմ իմ Բարբարուս։ Կիսուրս հովանայինների տարիներին ձմեռները միշտ գալիս էր Երևան, հիմնականում մեր տունն էր մնում։ Ու հեռախոսից շատ էր սիրում օգտվել, ամբողջ օրը զանգում էր։ Ուրեմն մի օր զանգում, այդ հեռախոսը չի կարող, տալիս է զանգում, չի լինում, մեկ էլ ներմայնացած սենց է։ Աղջի հլարի տեսես ինչ ա գսա ես աղջիկը չխասկնա, տարբեր լեզուներով կխոսա, երևի տենա ես որ լեզունա կխասկնա։ Մեր տունը մարդակալու, պիտի երթանք խանութ առևտուրան է։ Դե որ մարդա գալիս երթանք խանութ, թե դուքան։ Գնանք խանութ բան։ Դե մորանն է մեկ բարբարները։ Դե բարբարով խոսա։ Ասա։ Դե գնանք խանութ։ Երթանք դուքան։ Դուքան չէ, խանութ։ Հակնվի շուտ էրա երթանք խանութ։ Մեր տունը մարդքուք է։ Պիտի գնանք առևտուրանենք, բերենք, որ բան սարքենք։ Դե ուրեմն երթանք դուքան, առևտուրանենք, բերենք։ Եղավ։ Հերիք չի։ Համաձայնվի տղամարդը միշտ ճիշտ է։ Նստեք։ Իմ իրավաբացի տեսոց են գարցած, ասում է, անգյունի մագազինում է, կալբասի։ Էդի պիտի ասեմ, սպասեք։ Ուրեմն հայոց լեզվին անդրադառնալ եւ չանդրադառնալ նարեկացուն մեղք է։ Վերջապես տիրուհուն հնարավորություն տանք։ Որդի կենթանի Աստծո, ամենաօրհնյալ անքնին ծնունդ դու ահավոր հոր, քեզ համար չկա ոչինչ անհնար ու անկարելի, երբ ողորմությանդ փառքի անցտվեր
ճաճանջները ծակվեն, կհալվեն մեղքերը, կհալածվեն դևերն ու կջնջվեն հանցանքները, կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները, կկենթանանան մեռյալները, կբուժվեն զարկվածները և վերքերը կարողչանան, կվերանան ապագանությունները, տեղի կտան տխրությունները, կնահանջեն հետությունները, կփախչի խավարն ու մեկը կմեկնի, կցրվի մարախուղն ու մռայլը կփարատվի, կսպարվի աղջամուղջը, կվերանա մութն ու գիշերը կանցնի, տագնապը կտարագրվի, կչքանան չարիքները, հուսահատությունները կհալածվեն և կթագավորի քո ձեռքն ամենակարող քավիչդ բոլորի։ Դու չեկար կորցնելու մարդկանց հոգիներն այլազատելու, ներիր ինձ անթիվ չարիքներս, քո բազում ողորմությամբ, զի դու միայն ես երկնքում անճար և երկրում անզննին, գոյության տարիների մեջ և աշխարհի բոլոր ծագերում, սկիզբն ամեն ինչի և ամեն ինչի մեջ ամբողջ կատարելությամբ, օրհնյալ ի բարձունս և քեզ հոր ու սուրբ հոգուդ հետ փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Շնորհակալություն։ Շատ գեղեցիկ էր, ապրես։ Իսկապես լավն էր։ Եվ բոլորը դապրեք ինչ է։ Գիտեք, շատ հայոց լեզու են գովում, հայազգ են գովում, չգիտեմ, այդ ամենը կարևոր է, բայց մենք Աստծո անունը շատ պիտի բարձրացնենք, Հիսուսի անունը պիտի, այսպես, ես չգիտեմ, մեր սրտերի, մեր շրթունքների վրա պիտի լինի և մեր ազգը դրանով կարա բժշկությունը ստանա և մենք մեր հոգիները։ Փառք Աստծո, որ այդպես լինի, ինչ ասեմ։ Ամեն Տիրոջ։ Ապրես, շնորհակալ եմ։ Գերովաբացիների մասին խոսելուց ես անպայման ուզում եմ մեր լեզվաբան Արտեմ Սարգսյանին անդրադառնամ։ Իհարկե, ես արդեն մոռացել եմ, թե ինչի ենք հավաքվել, բայց սկսենք Արտեմ Սարգսյանից։ Ինքը ուրեմն գանձակից էր, բավականին հայտնի և հայտնի իր հաղորդաշար ուներ, մեր լեզուն, մեր խոսքը, հիշում եք։ Հրաշալի հաղորդը, հիմա էլ Արմենիա հեռուստաընկերության տնօրենն է երևի, ինչքան գիտեմ, բայց ինչ եմ ուզում ասեմ, նորից ես լեզվաբան չեմ, գրականագետ չեմ, ընդհանրապես բանասեր չեմ, բայց հայասեր եմ ու համել մի քիչ էլ հումոր եմ շատ սիրում։ Ամեն ինչի մեջ ուզում եմ հումոր տեսնեմ և հիմա էլ Արտեմ Սարգսյանի ոչ թե գրականագիտական անհաշտումը ու մնացած բաները պիտի բարձրացնեմ, այլ ուզում եմ ընդհանրապես ասեմ, որ միայն ուզում եմ որ մեկից էլ որ հիմա խոսեմ Աճարյանից, մյուսներից պիտի պատմեմ նրանց զվարճալի պատմություններ, այսպես։ Բարեկամության փողոցի վրա կաթնատուն կան, կաթնատունը հիշում եք, նու տարիքով մարդիկ իհարկե ավելի կհիշեն, կաթնատանը և այսպիսի հասկացություն կար, որ երշիկ էին ստանում, այս ժամանակ ավելի երջանիկ էին, եթե հերթը հասնում էր ու երշիկը հասնում էր, ավելի ախորժակով էին ուտում, քան թե հիմա հազար տեսակի երշիկ ու պանիր կա, չգիտես, առնես, չառնես, չկա։ Ուրեմն Արտեմ Սարգսյանը այդ կաթնատանը մինչև երշիկ ստանալն արդեն հերթը կար։ Սպասում են, որ երշիկը բերեն, մենք էլ արդեն հենց երշիկները, որ գալիս են, պիտի վաճառեն, միկին գալիս է, փորձում է այդ արանքում խցկվի,
Այնտեղ բոլորը ոչ դուք այստեղ չեք, այդ կնոջը հանում են շուրա գալիս նայում Արտեմ Սարգսյանին, ասում է թող մեր լեզուն մեր խոսքը ասի, ես այստեղ էի թե այստեղ չէի։ Ու ասում է փաստորեն իրան ճանաչում է մեր լեզուն մեր խոսքով։ Նույն Արտեմ Սարգսյանը իսկապես լավ լեզվաբան է։ Բողոքում մի ուրիշ լեզվաբանի մասին ինձ պատմում է ուրեմն իմ շատ լավ բարեկամ Լայր Պողոսյանը, որը Արտեմ Սարգսյանի հետ էլ է ընկեր, ուրեմն մի քիչ էլ ես եմ երևի ընկեր, ասում է բարերն շատ է մեղադրում, ասում է ինչի ենք անընդհատ նոր բարեր, հատկապես նո ասենք համակարգիչը ընդունեցինք, բայց շատ կան բարեր, տրամվայ, տրոլեյբուս, որը այդ մարդը թարգմանում է մյուս լեզվաբանը հայերենի է բերում, Արտեմ Սարգսյանն էլ հոդված է գրում, որ սխալ է էլի այդ տեսակի բաները թարգմանած ներկայացնելը, ոնց կա տրամվայը, թող տրամվայ լինի, տրոլեյբուսը տրոլեյբուս, կոնսպեկտը կոնսպեկտ, բողոք է գալիս է բավականին մեծ տարիքով ես մարդը գալիս է, Ստեփան Պողոսյան կար, ռադիոյի և հեռուստատեսության կոմիտեի նախագահ երթեմենակ ռադիոյինը չեմ հիշում, հետագայում նրա աղջիկը դարձավ Հասմիկ Պողոսյանը կուլտուրայի թե ինչ-որ, չէ, մշակույթի նախարար, հա, նո, ես չեմ կարծում, որ հոր չապ ինքը այդպես, բայց Լայր Պողոսյանի ներկայացրածով Ստեփան Պողոսյանը բավականին գիտելիքներով շատ հումորով մարդ էր, բողոքում է, ասում է, Արտեմին ասում է, կգաս մոտս, որ բողոքին ընթացք տա Ստեփան Պողոսյանը, Արտեմը շատ ուշացած գալիս է, ասում է, ինչի ուշացար Արտեմ, ասում է, պատմեմ, զրնգոնով գալիս էի, բախվեց սրնգոնին, հագիրջաբանս թափվեց, մինչև հավաքեցի ոտքերի տակից, ուշացա։ Ստեփան Պողոսյանը կիսականգնում է, ասում է, լսի հայերեն խոսա բան հասկանամ, հենց էտա։ Տրամվայով գալիս էի, կպավ տրոլեյբուսին, կոնսպեկտս թափվել էր, մինչև հավաքեցի։ Ուզում ասեմ, բարեր կա, որոնց թարգմանությունները իսկապես ծիծաղելի են։ Պարսկահայերենով պիտի լսենք հիմա, գեղեցիկ մի պատմություն։ Հիսուսի կորած ոչխարը միշտ սլակեն կորածությունից դուսը մեկ է։ Մենք պարսկահայերս կարող եմ ասեմ, ասում են, որ 400 ավել տարի առաջ Շահաբասի միջոցով են գնացել Պարսկաստան, բայց այդպես չի ելեն, դրանից առաջ էլ մենք հայերս Պարսկաստան ելեր ենք, զրադաշտական ժամանակվանից ելեր ենք, միշտ Պարսկաստանի ու Հայաստանի հարաբերությունն էլ շատ լավ ել է իրար հետ են առաջները, մինչև քրիստոնեությունից առաջ, միշտ հայերը զինվոր են տվել Պարսկաստանին, որ ռոմացիների մանավանդ դիմաց կամ արաբների դիմաց կռիվ անեն, օգնություններ են ունեցել, միշտ լավ ել է մինչև քրիստոնեությունին, որ հավատքը բերե Հայաստանը, մեկ ինչ ընդանից հետո խնդիրներ առաջ եկել, զինվոր չի ուզացել տա Պարսկաստանին կռվի համար, այդ կռիվների ընդանից հետո Պարսկաստանի հետ ունեցե, որ Վարդան Զորավարի պատմություն ամեն տեղ իմանում եք, որ ուզում են էլի նորեն մեզի հետ վերադարձնել Պարսկաստանը դեպի զրադաշտականությունին, բայց խոք չընդունվեց, չկարողացան, չհասան իրաց նպատակին ու մենք դեռ քրիստոնյա մնացել ենք, ու այդ մեր, ինչպես ասել Սիլվային նախանձախնդիրությունը, որ մենք իրանահայերս միշտ թասոբ բառն ենք օգտվում, որտեղ պարսկերեն բառը մենք էլ ընդեղ ենք ծնվել մեծացել, այդ էլ սովորել ենք, այդ մեր թասոբը պատճառը էլ է, որ միշտ մենք մեր հայերեն լեզուն ու մեր հավատքը Աստծուն ու Հիսուսին միշտ պաշտպանենք ու պին բռնենք, չթոնենք, թեկուզ էլ թե կորած ոչխար են լինի նման, բացարձակ հայից հայես, հայի այդ հայասոբությունը ու այդ իր գոռոզությունը միշտ իրան պահպաներ է, որ մինչև հիմա էլ, որ հիմա է շատ 10 միլիոն ժողովուրդ ենք ցրիվ էլ ապրում ենք դժբախտաբար, բայց էլը վերջով որտեղ որ եթում ենք մենք մեր հայերեն լեզուն պահպանում ենք, պաշտպանում ենք մեր հավատքը ամեն ինչով։ Էտա որ մեր
Իրանահայերը Պարսկաստանում շատ մեծ խնդիրներ են ունեցել պաշտպանելու համար, ամենից առաջ այդ այսօրը որ ունեցել ենք ամենից առաջ մենք միշտ մատ պատ ենք քաշել մեր հայերի ու պարսիկների, զարտոշտ զրադաշտականների, թեկուզ այսօրիների, որտեղ այդ Շամիրամի ժամանակվա պատմությունը մեծ վիշտ առաջ բերում է մեր որ էլինորեն այդ մեր ինչ են ասում Ողերին բարեկամները։ Ուխտը ինչ սեփած ունի, ուխտը բանը, քենքեշությունը, քենոտությունը, մեկ չէ քենոտությունը լավ բան չի քրիստոնեության տեսակետից, մարդն ինչ ասում է որ պիտի իր Մերտավորին սիրի։ Ների, թեկուզ իր թշնամու, բայց մենք մեկ շմեք հայերս այդ կողմից տկար են, մեկ շիշ քենքեշ ժողովուրդ ենք, ու հետի հենց էդի մեզի պահպաները կարողացել ենք այդ պատը քաշենք այդ քենքեշունով միջոցով այսօրիներից էլ աշխատել ենք հետ պաշտպանվեն կամ արաբներից ամենից ու ինչպես ասած մեր հայությունը պահպանենք ու պաշտպանենք ու առաջ սկսել ենք դպրոցը այդ եկեղեցի կողքը դպրոցն ենք ունեցել հայկական ուսուցիչներ ենք ունեցել հենց այդ Պարսկաստանի մեջ եթե մեր հին սերունդներին նայեք մեր մեծ պապներին որ նայում ես տեսպես ամենը հայերեն իմանում են բայց պարսկերեն չին իմանում պարսկերեն ծնվել են բայց իրաց գյուղաքաղաքներում իրաց քաղաքների մեջ միշտ աշխատել են իրար շուրջ հավաքվեն միշտ իրար մոտ են լեն հեռու չընկնեն իրարից ու այդ իրանց հայությունը պաշտպանեն լեզվով, կրոնով, ամեն ինչով։ Ունդանից հետո չեն ուզացել ձուլվեն ամուսնության միջոցով աշխատել են միշտ հայի մեջ ամուսնանան ու իրանց երեխեքին հայ հոգեբանությունով մեծացնեն։ Ու լավ էլ առաջ են գնացել, մինչև այսօր դեռ առայժմ ունենք Ճիշտ է շատ են քիչացել, շատը դուրս են եկել, թեկուզ Հայաստան են գնացել, թեկուզ Եվրոպա, Ավստրալիա, Ամերիկա եկել են, բայց էլ է հենց այդ մեր պուճուր հայն էր, որ հիմա Պարսկաստան դեռ մնացել է, դեռ այդ հասոբը ու այդ նախանձա խնդրություն։ Եթե դուք իր աշպարգար կամ տեսնի կխելագարվեք, բարերի շարքա, ես գզված եմ։ Գրեց է ձերի վրա, պարտասու այերեն գրետ արդան իմանում եմ։ Վերջապես հայկական դպրոցների միջոցով ու մեր Այն ժամանակ սրտին կառնում, վատներ սեր գալիս, անհանգստանում ենք, թեկուզեր կարող եմ ասեմ ուշունց են տալիս են մեր ուսուցիչներին, որ հերենեսկան դժվար կրնում, հերենեսկան մեզի փուշ անում են։ Բաբամ ինչների սա պետք։ Հենց այդ ինչների սա պետք այսքան մեզի խստապնդում են, որ այսքան հայտեսը զզվացնում են էլ արդեն։ Բայց հիմա որ նայեն տեսեմ չէ լավ գործ են արել, վերջապես ես մեր բաներ ավետարանից չեմ հավանում շատ կներեք, որ ես բացարյակ եմ խոսում, օրինակ ասում պետք է երեխիդ մեջքից մի վերցրու, բայց հիմա նայում սա պատազ անգամ պետք է, հենց լավ որ չվերցնենք։ Այդ պետ դրան մեր մեջքին հայերեն լեզվի պետը մեր այսօրվա հայտնագործությունը դու ես Ժենա ջան։ Ասամ որ այդենցի է լավ, այդ մեր խստապնդությունները թե վարչության կողմից, թե դպրոցների կողմից, ուսուցիչների կողմից, այդ պատիժները որ դնում են հիմա չէ որ ասեմ ծեծեն էլ մեր դարում ծեծելը այն կոեր դրվել, բան չունենք, ծեծել չկար այնենց։ Բայց օրինակ մեր հայերենի ուսուցիչ որ իր անունն է Ժենիա է, շատ հասովով կնիկ էր ու եւ դասարան ներս մտներ ասում էր բոլորովին չեմ ուզում մահատ պարսկերեն բար ձեր բենից դուս կա հայերեն լեզվի Ճափահարենք ուսուցչուհուն Նույն էստեղ հայերեն խոսալ ու ինչ էլ չեք իմանում ձեր բարձրացրեք հարցրեք ես ձեզ կսովորացնեմ ու եթե մեկը խոսվալու ժամանակ մեր րոպե չանդրադառնան մատ պարսկերեն բարբանացնել պիտի դասարանի մատ աշակերտներից ընտրելին որ կաս ուներ ասում էր պիտի մեջումա գցեք այդ կասի մեջը ամեն մի բառի համար այդ ձեր պատիժն է չէ բնում ծեծել բարեբախտաբար որտեղ կա այն ժամանակ շատ են ծեծում ուսուցիչները մատիտին դնում ես մատերի արանքուփին տալիս Այդ կոմից հա Մի քիչ վատ եղա Ես էլ եմ շատ ջղային, բայց այդ մեկը լավ մեթոդ է Ուսուցիչներ, մեթոդը նայեք Է շատ
Անդանից հետո էլ մեկել են, որ անունները աշխատում են միշտ հայկական դնել, եկեղեցի կողմից շատ իմ խստապնդում, որ երեխեքը, որ ծնվում են հայերեն անուններ դրեք։ Օրինակ, բայց իմ սերունդի ժամանակ, իմ համատարիքի երեխեքի ժամանակ, մեկ իսկ 20 ծնողները մեր եվրոպական անուններ դնել, որ դրանից հետո բողոք ելավ վարչությունից մեր Արտակ Մանուկյանի կողմից մանավան, որ այս ինչ վիճակա, ինչի համար է դուք եվրոպական, երբ դպրոց վերջացնում եք ուզում եք, եթե ցանկություն ունենայինք ավելի լավ հայերեն սովորելու համար, պիտի եթային վարչություն անուն արձանագրենք ու սկսենք բանը, հայագիտական էթալացումը դու գնացել ես, չէ՞, ավի, բայց ես չեմ անունի չէր, սկսան երբ բանը հայսուր չէր բաններ, սրբազանը ներս էր գալի, վայ թե մարդ խեղճ աշակերտի անունը եվրոպական էր դուս գալի, մեր լավ, ինչ են ասում, լիվսաբոնը, մենք ասում ենք լիվսաբոն, այդ բանն է, կտորն է ու սապոնը վրտրոր օճարը ներեղություն, դետ որ լվանում ես քեզի տրանով, էդի ակարներ ձեր են ներևից ցած, թե երեխին, թե իր մամի պապին, կլվանար ցած գդնել, լավ Մոյ դադիլ մուլտիկն է։ Լավ կամանչացներ, կկարմրացներ, մինչև ակաժների հետևն ու կնստացներ։ Իմ մարդ ընկերի ունիմ անուն Կարինե է։ Բանը, իմ համար պատմում էր, որ հա դասարան եկավ էսեն հայսուրպը բանը, ներողություն։ Սրբազանը ես եմ խառնում։ Երեխեքների անունի վրա էսենց ասավնդան, որ եվրոպական անուններ ունեն, խայտարակում էր ցած էր դնում ժենը, դու չես իմանում, ես ինչ պարծանքով վերկացամ, ասամ Կարինե Պողոսյան։ Կենա մամին պապիտ ճակատը պաչի, որ հետորի քեզի լավ պատիվ են տվել, եթե չեք խայտարակեր քեզի։ Վերջապես, ընդանից հետո էլի նորեն փոխվավ, էլի նորեն սկսեր են, օրինակ մեկը ես ենցիկ ուսմեր Էմինի անուն դրանք Էմին, Գևորգ Էմինը, ինչպես ասանք։ Ու աշխատել ենք միշտ այդ երգերի մեջ, որ իսլամական երգիր այլ է, բարեբախտաբար էդի հենց ինքը մհատ մեծ պատճառ այլ է, վախ այլ է ծնողների գլխին, որ երեխեքները չձուլվեն, չեթան պարսիկանան, չեթան իսլամի կողմը, էլ շատ են մեզի հուտ տվել, էլ շատ են այդ պատը երկարացրել են, որ լավ ջոգ ընկնենք իրանցից։ Էդա որ մենք մեր մարզավաններ ունեցել ենք, ներս ենք մտել հայերեն լեզու այլ է, դպրոցը հայերեն լեզու այլ է, թեկուզ լրիվ աշայի, մենակ ուսուցիչներն են, որ պարսիկ 90%-ը կային մեջներն են, որ հայ ուսուցիչին, բայց գալիս են պարսկերեն բաներին դասել, մենք պիտի դժբախտաբար մեր քոր բախտից պարսկերեն լրիվ դաս, որ ընկերուիս Կալիֆորնիայում, որ ասար հայաստանցիները շատ լավ են հասկանում, ասում էր ես քաշիեր եմ, ամեն անգամ մատ հայի կնիկ Իրանահայ գալիս էր իմ կողքին կերույցս, որ են քաշեր էր, հայաստանցի էր, ապրան, որ առնում էր, տանում էր, իննան նկարում էր, ասում էր, ձերը չցավա աղջիկս։ Մորետ իր գործակիցը շուր եկերն ասել Սիլվա, այս ամեն անգամ ինձ ասում է ձերը չբոբեն, ձերը չի ցավում։ Ասել եմ մին եղացի, էդի վատ խոսք չի, էդի մատ պարսկական խոսք է, իբրևի շնորհակալություն հայտնելու համար։ Պարսկերեն լեզու շատ ուժեղ լեզու է, շատ թախծր լեզու է, ես ինքը շատ եմ սիրում, մանավանդ իրանց մեծական խոսքերը շատ մտկավոր է, բայց մենք շատ ենք աշխատել, որ լսացել ենք, ուզացել ենք հայերենով իրար հետ խոսանք, որ պարտավոր ենք էլ օգտվենք, աշխատել ենք դրանք էլի նորեն հայերենին թարգմանենք, որ օգտվենք, որ ինչը պարսկերեն բարձ օգտվենք, որ տոնի մեջ օգտվում ենք խոսալու ժամանակ, շատ ծնողներ կային, օրինակ մեկը իմ պապես, մեկն է Ռուբենի պապեն, ջղայնանում էին, որ հայերենով ես են ասում, ես կասես։ Այդ ասոբը մեզի միշտ հայ պահերա, ու կարծում եմ եմ պահի։ Նայենք Սիլվային, եկեք ծափահարենք լավ քեզ, մենակ եկեք թվարկեմ ջեմարաններն ու դպրոցները, որոնք կան մի քանիսը, որտև աշխարհասփյուր են և ստեղծված պետականություն ունենալուց առաջ։ Ուրեմն Մելքոնյան վարժարան Կիպրոսում, Լազարյան ջեմարան Մոսկվա, Կալկաթայի մարդասիրական ջեմարան Հնդկաստան, Հալեպի Սահակյան ջեմարան, որտեղ ես անձամբ եղել եմ, շատ հրաշալի մի բան էր։
ու այսպես շարունակ եւ պլյուս այդ բոլորին գումարած մեր այստեղի եւ ամբողջ Ամերիկայի տարածքում ունենք Կիրակնորյա գոնե դպրոցներ չհաշված, որ Լոս Անջելեսը, նաև Բոստոնը ունեն հանրակրթական դպրոցներ։ Հիմա լսենք Ֆրանսին Խաչիկ դաշտենց։ Ֆրանսն էլ ագետնու բերես։ Մեր շուրջը լեզուներն ու մեր շուրջը խոսում են այլորեն։ Եկ խոսենք եղբայրեն հայերեն։ Չպետք է չի։ Կուրջեր տանք այս անհեղ լոփումին, թույլ չտանք մեր լեզուն ավերին, եկ խոսենք, միշտ խոսենք հայերեն։ Մենք ունենք աշխարհում մասիս սար, այդ սարը գալիս է դարերեն, նա անվերջ խոսում է հայերեն։ Զավակիդ Հայկազյան դպրոց տան, եկ գրեք մեզ հոգան տարերով, եկ խոսեք մեր անուշ բարբարով։ Մեր հանդեպ ապագալու սեղեն, թող հնչի մեր լեզուն վեհորեն, թող այրվի մեր հոգին այդ հրեն։ Մեզ ծրեց մեր բազուկ անորեն, թե կուզես սերունդներ մեզներ են, մենք հայ ենք, եկ խոսենք հայերեն։ Այս օտար աշխարհի ցրտերում, եկ սիրենք մեր լեզուն ջերմորեն, եկ վառենք ու վառվենք հայերեն։ Շնորհակալություն։ Հայոց լեզուն։ Մեր հայոց լեզուն չքնաղ է զորեղ անունով լեզուն։ Անարատ ինչպես դուլալ արվի ջուր, սնուն պարգևով ինչպես արեգակ։ Մաշտոցից առաջ բյուր հազարամյակներ լեռների վրա դարձված տարերը պահպանում են միշտ։ Հինավուրց լեզուն մեր հայոց ցեղի։ Բայց ափսոս, որ շատերս գիտենք Մաշտոցից հետո միայն գիր ունենք։ Շատ զորեղ է մեր հինավուրց լեզուն, Երհամա լեռներ, ուխտասար զորեղ, մինչև օրս էլ լեռները կանգուն պահպանում են մեր անարատ լեզուն։ Գիրը մեր նախնյաց փոխանցել են մեզ բյուր հազարավոր տարիներից անցած։ Գիր չէ դա միայն, զորեղ պատմություն, հրեզորություն իր մեջը կրող, աստվածների հետ կապը հաստատող։ Ամբողջ աշխարհում ուր են որ գնաս, որտեղ էլ մանգաս, նորից կտեսնես քո հայոց գիրը, հայի մշակույթ, լեզուն ամենով։ Մեր մանուկներին եւ նոր սերնդին ամեն մի ծնող թող սովորեցնի մեր հայոց լեզուն, գիր մայրենի։ Օտարամայի անապատում է, թող տանը երբեք չմոռանա իր հայոց լեզուն։ Հերիք է թողնենք մեր բալիկներին հայ ու բայ ասեն, մեր հայոց լեզուն, մեր հայոց օջախ անարատ պահենք, մեր հայոց օջախ միշտ լույսով լցնենք, ոչ թե անպիտան աղտով պղտոտենք։ Հայը իր լեզուն միշտ պետք է պաշտի, միշտ էլ զորացնի, քանզի մեր լեզուն մեր պահապանն է, պատնեշը բլուզ է վշտից հրկող։ Վիշապը միշտ էլ փորձել է շեղել, փորձել ավելել մեր հայ սերնդին, բայց բնավ երբեք չի կարողացել հաղթել արորդուն։ Հայոց զավակներ, պահպանենք հուրը, պահպանենք լեզուն, պահպանենք զորեղ հայոց պատմություն։ Շնորհակալ ենք։ Ապրես։ Ուղղակի շնորհակալ ենք։ Լսում ենք հիմա մեր ուր են աղջիկները, Ժաննան ու Լուսնեն։ Այստեղ են, հա։ Հաջան։ Իհարկե։ Խնդրեմ, իհարկե կարելի է։ Դեմոկրատական երկրում ենք։ Լավ, երեխեքը թող բանան հետո։ Հա։ Դու հնաբար, մեսրոպատար, աղբյուրի պես, ջինջ ու կայտար, դու մոր նման, միշտում կանչող, մայր հողի պես, միշտ կանաչող, դու այնպես կուր, այնպես անբիծ, և ինչ լավ է, հասել ես ինձ, դու կորդ չէիր, հանկարծ անհետ, ինչպես խոսեր, մայրս ինձ հետ։ Շնորհակալ ենք։ Ուրեմն շատերդ երևի չգիտեք, Ֆրանսի ու Արմենակի աղջիկներն են, նույն մեր Ժաննայի թոռնիկները։ Հիմա լսում ենք Գորիկին մեր ախալքալակցիների միջուղից, Գորիկին ու իր մամային, լսենք ուրեմն ինչ պիտի արտասանեն Վահագն Դավթյանից։
Քանի գնում այնքան քաղցրահամ ես քիմքիս, հին գինի ես դառնում, արշալույսի տաքած, իմ մայրենի բարբար, որ ցակարը հիմքիս, դու սրբազան իմ հող, ակուս իմ բաց, հող եմ ասում ահա, և դու մխում ես լուր, և մխանքից քո տակ նախնած հոտ է գալիս, և մխում է նորից սպիներդ տխուր, և մխում է ցավը կորսյալի։ Մայր եմ ասում, և դու քնքշանում ես այնպես, թրթրում ես որպես խղճի շուշուկ ինքուս, ցավ ես դառնում խոնար, դառնում աղոթք մի հես, ու հերվից տուն կանչող իրիկնալույս։ Սեր եմ ասում, և դու արձագանքում ես սուրբ, ալևետում ես մի ոգեղեն դողով, դու կրմորեն ծնքում ու համբուրում ես լոր, հողն ու արշալույսի ձերքը ցողոտ։ Շնորհակալություն։ Նորից եմ ասում, գուցե մեր ծնողները սխալ են արել, որ մեզ հեռու են պահել մեր լեզվից, կյանքի տարբեր պայմանների համար, հնարավոր է, երկրները չեն աջակցել, մենք չեն, բայց բերեք մեր երեխաներին, բերենք այս հայկական դպրոցը։ Լսենք տիրուհուն։ Հայ լեզուն տունն է հայում, աշխարհի 4 ծագերում, ուր կմտնե ամեն հայ իբրև տանտեր, հարազատ, կստանա սեր ու սնունդ, սրտի հպար ցնծություն, և բորյանեն ու բուքեն հոն կմնա միշտ ազատ։ Քանի դարեր ու քանի ճարտարապետ հանճարներ աշխատեցան անորտալ վեհություն, գեղ ու պերջանք, քանի գեղչուկ բանվորներ տքնեցան տիվ ու գիշեր, որոնք թաղված են հիմա մոռացության մութին տակ, մշտանորոք ու միշտ հին անկտև է դարեդար, իր ճրակները միշտ լույս, իր օջախին հուրը վար, բարիքներով անսպար լեցուն ամբարն ու մարան, հոն է միայն, որ կրնա գտնել ամեն հայ կրկին, խաժամուժին մեջ օդար, կործունցուցած իր հոգին, անցյալն անհուն և ներկան, նույնիսկ մթին, ապագան։ Շնորհակալություն։ Երեխեք ջան, ես իսկապես մոռանում եմ, թե մենք ինչի ենք հավաքվել։ Որտև ինչից ասես խոսեցինք, բայց մենք մոռացանք այս մեր մեծագույն լեզվաբաններին։ Չեմ ուզում գնամ մինչև ամեն ինչ երևի սկսվել է Մաշտոցից, այդ տարերի ստեղծումից, մի բան էլ մոռացա, մի բան ասեմ մենակ պարսկահայերի հետ կապված, այդ ասեմ, հետո կգանք թե ինչի ենք եկել, որտեղ վերջացնում ենք արդեն, այնքան ենք խմել, մոռանում ենք։ Ուրեմն այն անգամ կարդացի 1400 բառ հայկական, իսկ դա բավականին մեծ բան է, պարսկական ծագում ունեն, 1400 բառ, իսկ ընդհանուր առմամբ շատ լեզվաբանների կարծիքով, իհարկե ես համաձայն չեմ, ոչ մեկս համաձայն չենք, ասում են, որ հայերենը պարսկերենի բարբառներից է, չենք համաձայնում, ուղղակի ձեզի գիտություն, այդ ժողովրդի հետ իսկապես շատ ընդհանուրություններ ունենք, դրա համար էլ այդքան հայ եք մնացել, որտեղ մնացած համայնքներում այդքան էլ այդպես չէր։ Չես եմ ասում, մոռացել ենք ինչի ենք հավաքվել, երկար նայեցիք, արդեն նկարել եմ այդպես։ Ուրեմն մոռացել ենք նորից ինչի ենք հավաքվել։ Հայոց լեզվից հասմիկը խոսում է եւ չի խոսում մեր լեզվաբաններից։ Ու դա արվում է վերջում։ Երևի որ լավ հիշենք ու տուն գնանք։ Ուրեմն Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճարյան, որի աղջիկը իմ հարևան, իմիջայլոց երեխաներ չի ունեցել, վերցնովի աղջիկ էր, քնարիկը, որի թոռը Հրաչյա Աճարյանը հիմա էլի մեր բակում էր, իմ ամուսնու բակում, ղեկավարում է իր դպրոցը, կներեք, թանգարանը, ուրեմն Մանուկ Աբեղյան, Էդվարդ Ջրբաշյան, Գրիգոր Ջանիկյան, Թոփչյանի մասին ասացի, ու այդպես շատ, Մալխասյան, ամենակարևորը Ստեփան Մալխասյան,
Շատ կան, նույնիսկ ժամանակակիցներ շատ գտա, բայց ինչ ուզում եմ նորից ուղղակի զվարճալի պատմություններ պատմեմ հենց իրենից Հրաչյա Աջարյանից, ասում են այնքան տարօրինակ ա եղել եւ 35-ից 37 թվականներին այս մարդը որ նստում է դե որպես այլախոհ տանում են նրան, երբ որ հետ է գալիս, Մաշտոցի Պողոտայի իրենց երրորդ հարկում կով են պահել, կով է բերում իրան, ոնց են բարձրացրել, չեմ պատկերացնում այդ կովին այդ երրորդ հարկում, որտեղ ինքը այնքան էր հյուծված, որ պետք է ամիջապես խմեր կովի կաթ, ով ա գտել, ինչ չգիտեմ, բայց դա իր Հրաչյա Աջարյան թորից էր, որը մեր բակում էր ապրում, մեր պատկից հարևանն էր։ Մի անգամ երկու գյուղացի փողոցում կռվում են, էլի զվարճալի մի պատմություն է, ասում այդ գյուղացիներին կանգնեց, արդեն վերջացնում են գրիվը, ասում մի րոպե, են հիշում եք Շուրիկին, ասում գրում եմ, ասում մի րոպե, ասում են, հա, ինչ ա եղել, ասում այնտեղ մի հայոյանք ասեցիր, չկարողացա գրառեմ, նորից ասա որ գրեմ։ Այսինքն ինքը ամեն ինչ անում էր, որ ամեն բարբար էր իր մեջ ներառում եւ մի անգամ էլ ուրեմն առավոտից կնոջը Սոֆիկին, որին շատ սիրել է, անընդհատ, այն որ ասում է բզբզում է, որ կռիվանի, հա բզբզում է, իսկ Սոֆիկը անընդհատ գրական հայերեն, ինչ ես ուզում ինձանից, ինչ ես ուզում ինձանից, վերջում նորից բան ասում է, լսի, առավոտից փորձում եմ հետդ վիճաբանեմ, ասում է, ինչի համար, ասում է, որ քո ախտալայի բարբարով ինձ մի հատ բան ասես, ասում է, ինչի, ասում է, որ գրառեմ, ասում է, այ մարդ, ասեիր, ասում է, չէ, այն որ կռվի ժամանակահնչում ուրիշ հնչողություն ունի, այն որ սովորական Ուզում եմ նորից ու նորից անդրադառնամ մեր դպրոցին ու մեր դպրոցով էլ երևի վերջացնենք մի քանի մեր դպրոցի հպարտություն երեխաները շատ կարճ թող ցույց տան, որ իրանք հասկացան Սիլվա Կապուտիկյանի կտակը ու մեզ ներկայացնեն իրենց բանաստեղծությունը Գրետայի դասարանը եւ իմ թորնիկը եկեք սկսիր բալես Լսի որդիս պատկան որպես, սիրող կամոր խոսքը սրտանց, այսօրվանից հանձնում եմ քեզ հայոց լեզու հազարագանց։ Պահիր նրան բարձր ու վճիտ, Արարատի սուրբ ձյունի պես, պահիր նրան սրտիդ մոտիկ, մեր պապերի աճյունի պես։ Ու տես որդիս ուրել դինես, այս լսնի տակ ուրել գնաս, թե մորդ անգամ մտքից հանես, քո մայր լեզուն չմոռանաս։ Ապրեք։ Ինչպես ասում են, ոչ հայկական բառ օգտագործեմ, թարգմանություններ չեմ ուզում, մեսիջը տեղ է հասել։ Մեր երեխեքը հասկացան, որ իրանք ոչ մի ճար չունեն հայերեն չխոսելու։ Մենք չենք լինի վաղ, ասենք 300 տարուց, ես այդքան նախատեսել եմ, որ ապրեմ, ու դուք կլինեք, ձեր թորներին ու ծորներին կտակեք, որ մորը հնարավոր չի մտքից հանել, բայց անգամ եթե հանեք, հայերեն խոսեք։ Ու հենց վաղվանից, վաղվա դասից, իրար հետ դպրոցում 3-ից հանձնարարում եմ, և երկուսն էլ ենտեղ են 5-ից, զգուշացրեք, որ դպրոցում, ինչպես է իր ասում Ժենո, ով որ խոսի անգլերենով, $1 լավա, $1 դնում ենք արկղի մեջ, լուրջ եմ ասում, Սիլվային էլ եմ առաջարկում եմ, դա իմ գործը չի, իմ պարտականությունը չի, գոնե 25 սենտ։ Կցում եք արկղի մեջ ի բարորությունն ի օգուտ մեր դպրոցի, լավ։ Հանձնարարում եք, չէ, դպրոցին ենք տալիս, ապրեք։ Վաղվանից անգլերեն չենք խոսում դպրոցում։ Եղա, այդ միտքը դուտվեցիր, ես չգիտեի այդ բանը, եղա, շնորհակալ ենք, ապրեք։ Կայացավ երեկոն Տեր հայ։ Ապրեք, բոլորս ապրեք։